Շարժվենք առաջ, սիրելի երսատիտողներ և հետաքրքիր ու բացահայտումներով լի տեսանյութերից հետո մենք դռնբաց դիմավորել ենք մեր հյուրերին, մարդիկ ովքեր արդեն տաղավարում են ու նրանց հետ խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին, իսկ թեմայի գլխավոր կիզակետում է գիտակից ծնողավարումը։ Հունիսի 27-ին է կայացել դեպի գիտակից ծնողավարում համաժողովը և համաժողովի նպատակն է խթանել գիտակից ծնողավարման գաղափարների կիրառումը Հայաստանում և թե ինչպես ու ինչ տարբերակներ են նրանք առաջարկում, մենք մանրամասն կիմանանք արդեն մեր հյուրերից։ Ես էլ շտապ եմ ներկայացնել նրանց. Անուշ Ալեքսանյան, հոգեթերապևտ, ընտանեկան հոգեբան, բարի լույս, եւ Մանե Սարոյան, ծնողական համայնք, հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք խոսենք համաժողովից, ինչ համաժողով էր, ինչ նպատակ ուներ, որ երրորդ տարին էր, որ արդեն առաջի տարին չէր, չէ՞, գիտեմ, որ երկրորդ։ Խոսենք մի փոքր համաժողովից ու բացենք փակագծերը, տեսնենք ինչա տեղի ունեցել այնտեղ։ Շատ լավ։ Նախ ասեմ, որ ներկայացնում եմ ծնողական համայնք հասարակական կազմակերպությունը ու հենց ծնողական համայնք հասարակական կազմակերպությունն է կազմակերպում երկրորդ տարին այս դեպի գիտակից ծնողավարում համաժողովը։ Ես եւ իմ գործընկերները, թիմը, մենք բոլորս ծնողներ ենք ու ինքներս նկատում ենք այդ բացը Հայաստանում։ Մենք թիմով հավատում ենք, որ առհասարակ երեխաների բարեկեցությունը եւ առանցքային արժեհամակարգի ձևավորումը սկսվում է ընտանիքից։ Իսկ ընտանիքներին այդ աջակցությունը տալը, համապատասխան գիտելիքներով զինելը ու գործնական գործիքներով զինելը մեր կարծիքով ներդրում է ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի, այլ նաև մեր հասարակության մեջ, որտեղ մենք կարծում ենք, որ 30-40 տարի հետո Հայաստանը ունենալու է այն պատկերը, ինչը մեր գալիք սերունդն է։ Գիտեք, ձեր խոսքի մեջ նշեցիք, որ պետք է լրացնենք բացը, բայց երբ ասում ենք գիտակից ծնողավարում եւ առհասարակ շփում ու դասյարակություն երեխայի հետ, մեծածավալ մի աշխատանք ենք պատկերացնում, որտեղ կարող ենք այսպես բաժին առ բաժին տարի առ տարի առանձնացնենք վերաբերմունքը, դասյարակության ձևերը, շփման տարբերակները եւ այլն եւ այլն։ Կար որևէ հստակ շեշտադրում, որ վերաբերում էր գիտակից ծնողավարմանը եւ շփումը դեպի երեխան։ Անցած տարի թեման ավելի շատ ուղղված էր հաղորդակցմանը երեխաների հետ ու այդ խորքային կապի ձևավորմանը։ Այս տարի մի քիչ ավելի խորքային թեմաների անդրադարձանք, ինչպիսին են դեռահասությունը, ժամանակակից ծնողների մարտահրավերները, հիմնական հայր եւ մայր փոխհարաբերությունները ծնողավարման մեջ, ինչպես երեխաների հետ շփվել հեքիաթների ու պատմությունների միջոցով, ինչպես նաեւ անդրադարձանք շատ զգայուն թեմայի սեռակրթության, մարմնի սահմանների ճանաչմանը, անվտանգությանը, այսինքն ավելի բազմազան էին թեմաները այս տարվա ընդգրկման ու քանի որ ասեցիք բաց, ես կուզեմ նաև որ Անուշ մի փոքր ասի այս դրա մասին, բայց գիտեք ամեն ինչում մենք մասնագիտանում ենք ու փորձում ենք այդ մասնագիտության մեջ զարգանալ, աճել, վերապատրաստվել տարեցտարի Ինչու ենք կարծում, որ ծնողավարումը մի բան է, որ մենք ուղղակի գիտենք ու դա պետքա տարիներ շարունակ անենք։ Չէ՞ որ երեխան տարեստարի փոխվում է, ամեն տարի տարբեր բարիքներ ու պահանջմունքներ ա ունենում դեռահասության։ Մենք էլ երեխայի հետ մեկտեղ պետքա տարբեր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերենք, շփման, կապը ավելի խորքային հաստատելու համար։ Բայց մասնագետը երևի ավելի Որպես ընտանեկան հոգեբան եւ հոգեթերապևտ ինչ կասեք այդ բացի մասին։ Գիտեք, ես կուզեմ շատ կարևորել առաջին հերթին համաժողովը, ասեմ ինչու, որովհետև ես արդեն 20 տարի է աշխատում եմ թե երեխաների հետ, թե ծնողների հետ, թե մեծահասակների զույգերի հետ եւ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ ես ծանոթ եմ իրենց խնդիրներին Իրականում ծնողները մենք առաջին հայացքից որ նայում ենք, դե մարդիկ սովորաբար ասում են, դե հիմա բոլորս ծնող եղել ենք, դե իրանք էլ կլինեն էլի, դե եղեք ծնող, ինչ եք բարդացնում եք հարցը։ Հա, մենք մեծացել ենք, դուք էլ կմեծանաք, այսինքն առաջին հայացքից մի քիչ sense մակերեսային մոտեցում կա, իբր մի բարդացրեք հիմա, արեք էլի մի ձևով այդ գործը։ Եվ ինչ որ իմաստով սա եւ ճիշտ է, եւ սխալ է։ Ճիշտ է այն առումով, որ իրականում սերը եւ ներքին այդ բնական ջերմությունը, որը կա երեխայի նկատմամբ, շատ օգնում է ծնողին ճիշտ լուծումներ գտնել, ինչ որ հարցեր, խնդիրներ լուծել։ Բայց սխալ է այն տեսանկյունից, որ այդ գործի մեջ կարծես ծնողը մենակ է։
բացի իր հարևաններից եւ ինչ որ բարեկամներից, ընկերներից, ընկերուհիներից, որոնք կարող են իրենց փորձից ինչ որ խորհուրդներ տալ, ոնց որ ոչ ոք չկա իրենց կողքը։ Այսինքն չկա մի հաստատություն, որը իրենց ինչ որ այսպես կանոններով եւ հաջորդականությամբ ինչ որ բաներ է սովորեցնում, չկա միտեղ, որտեղ ծնողները կարող են ճանաչել այն մարտահրավերները, որ իրենց սպասում են։ Այսինքն իրենք շատ հաճախ ծնողները ասում են, դե առաջին երեխայի դեպքում այս բոլոր դժվարությունները անցանք, հետո երկրորդի դեպքում սենց արդեն հանգիստ էինք, երրորդի դեպքում լրիվ անտարբեր էինք ինչ որ հարցերին, այսինքն ստացվում է, որ մարդը իր փորձով, մեն-մենակ, սենց ինչ որ քարքարոտ ճանապարհով գնալով դուրս է գալիս ինչ որ միտեղ։ Եվ ընթացքում ծնողները իհարկե կորցնում են առողջություն, հոգեկան առողջություն եւ լիքը դժվարություններ են էլի իրենց մոտ կուտակվում։ Հիմա համաժողովը ես կարևորում եմ այն առումով, որ կարծես ինքը մի գիտական մակարդակի է բարձրացնում այս թեման եւ ասում է, գիտեք, ժողովուրդ եկեք համաժողովի մակարդակով մենք այս հարցերը քննարկենք, որ ծնողավարումը գիտական լուծումներ պահանջող, գիտական ուսումնասիրությունների, գիտական հետազոտությունների տարածք է, որտեղ կան իրականում եւ ճիշտ եւ սխալ մոտեցումներ, եւ սա քննարկման ենթակա բան է։ Եվ ինչն է նաեւ շատ կարեւոր, որ իրականում ծնողավարումը բացի գիտության կողմից ուսումնասիրվելուց եւ գիտական հստակ պատասխաններ պահանջելուց, ինքը նաեւ մշակութային երևույթ է։ Այսինքն մենք պարտավոր ենք մեր հայկական մոտեցումները եւ ճիշտ տարբերակները գտնելու, որովհետեւ հաճախ մարդիկ ասում են՝ «Մի բերեք այդ արևմտյան բաները մեզ վերագրեք, մենք չենք ուզում այդպես վարվել» եւ այլն, այստեղ էլ համ ճիշտ է, համ սխալ է, որովհետեւ ամեն արևմտյան բան չի որ ճիշտ է եւ ամեն արևմտյան մոտեցում չի որ սխալ է, այսինքն մենք նաեւ այսպիսի համաժողովների շնորհիվ կարող ենք ձևավորել մեր հայկական ամենաճիշտ մոտեցումները եւ իսկապես սատար լինենք ծնողներին։ Նայեք, դուք ասում եք կան կանոններ ու հերթականություններ, որոնք որ ծնողները այսպես ասած չգիտեն։ Կան կոնկրետ օրինակներ, որոնք որ դուք կարող եք հիմա ասել, որ իրականում մեզ էլ է հետաքրքիր, ուզում ենք հասկանալ, մենք իման վրա, հա, երևի թե ստեղծվել են գործիքները, արել ենք այդ սխալը կամ ինչ որ այսպես էլ եւ կան այն կոնկրետ օրինակներ, որոնք որ դուք ասեք հիմա։ Տեսեք, օրինակ համաժողովի շրջանակում ես մի բան նկատեցի ակնհայտ, որ համաժողովին մասնակցում էին հիմնականում կանայք, այսինքն մայրեր, օրինակ հայրերը շատ քիչ էին, բայց կային եւ իրենք բավական ակտիվ էին, հարցեր էին տալիս, այդպես ասած անտարբեր նստած չէին։ Օրինակ մի բացը ես կնշեմ մեր մշակույթում սա, որ հաճախ տղամարդիկ իհարկե երբ չես կարող այդպես դնել կշեռքի նժարին, ասել տղամարդիկ ավելի քիչ են ներգրավված, կանայք ավելի շատ, տարբեր կերպ են իրենք ներգրավված, բայց շատ լավ կլիներ, որ տղամարդիկ մի քիչ ավելի շատ լինեին։ Մենք իհարկե վստահ ենք, որ հաջորդ տարի շատ են լինելու իրենք, որովհետև հետաքրքրվողները շատ էին այդ հարցում, ձեր ընդմիջմանը տված հարցերը եւս դրա մասին են հուշում, այո, իսկապես երևի տեղեկատվությունն էլ պիտի լավ տարածվի, որ տղամարդիկ մի քիչ ավելի շատ լինեն։ Շատ դժվար է ասել այ հիմնական բացերը որոնք են, որովհետև տարբեր տարիքային փուլերում ծնողավարումը տարբեր մարտահրավերներ ունի, ասենք երեխայի ծննդի շրջանում, ես օրինակ շատ կկարևորեմ այդ հղիության շրջանի եւ հետ ծննդաբերական շրջանի խնդիրները, ես կարծում եմ, որ այդ փուլում սխալները շատ ավելի մեծ են։ Մի քիչ սխալ մոտեցումներ կան մեզ մոտ կնոջ նկատմամբ այդ շրջանում եւ բավական տրավմատիզացվում են նոր ծննդաբերած կանայք եւ ես օրինակ շատ ուշադրություն այդ փուլի վրա կդարձնեի, որովհետեւ երբ որ մայրը իր ֆիզիկական առողջությունը բնականաբար այդ շրջանում բավականին տուժում է, ինքը մեծ ռեսուրս է ներդնում երեխային ունենալիս, զուգահեռ էլ կորցնում է հոգեկան առողջությունը, վերջին դեպքերը վստահ եմ դուք լսել եք ԱՄՆ-ում, որ դեպքեր տեղի ունեցել նոր ծննդաբերած կինը սպանել էր երեխաներին, ամուսնուն եւ ինքն իրեն, վերջը սենց դեպքեր են լինում, իհարկե դրանք բացառություններ են, ընդհանրություններ անել պետք չէ։ Դեպքերը շատ են, տեսակները, բնավորությունները շատ են, բայց գիտեք ինչ հարց է նաեւ հետաքրքրում, ծնողական համայնք, հասարակական կազմակերպություն արդյոք միտում ունի ծնողական համայնքի շրջանակներում ոչ միայն հանդիպումներ ունենա այն մարդկանց հետ, ովքեր արդեն վայելում են ծնող լինելու բերկրանքը, այլ նաև այն մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են դառնալու դեռ ծնողներ, որովհետև սա կարծում եմ
կարևոր եւ հիմնային փուլերից մեկն է, որից սկսվում է երջանիկ ծնողավարումը երեխաների հետ։ Մեր մասնակիցների ցանկի մեջ կային հենց այնպիսի գալիք սպասվող ծնողներ, հղի կանայք կային ու թեման, որ նշվեց Ալուշ Ալեքսանյանի կողմից, հետծննդաբերական շրջանի ինքնության ճգնաժամը մեզ մոտ ընդգրկված էր։ Նաև հարկ եմ համարում մի փոքր ձևաչափի մասին ասել, ինքը մեկ ամբողջ օրվա համաժողով էր առավոտվանից մինչև երեկո ու հրավիրված էին 8 խոսնակներ, խոսեցին տարբեր թեմաների մասին, որոնք որ նշվեցին, ընդգրկելով վերջին թեման եւ ունեցանք նաեւ շատ կարեւոր պաներային քննարկում, որը կարծում եմ ժամանակակից ծնողների ամենաարդի մարտահրավերներից մեկն է, ծնողավարումը թվային եւ արհեստական բանականության դարում։ Կարծում եմ, որ դա կարծում եմ, որ դա ներկայիս Օրինակ, որ ասում էի կանոնների մասին, գիտեք ինչ կուզենամ նշեմ, այս ամեն ինչը ճիշտ ու սխալի մասին չի, որտեվ ամեն մեկը յուրովի է, որպես ծնող, ու ամեն երեխան է յուրովի։ Ստեղ այդ ամեն ինչի միջով ավելի գիտակցված անցնելու մասին է, որ եւ այդ դժվար փուլերի միջով, եւ ճգնաժամային փուլերի միջոցով։ Ձեր կողմից միջայլոց։ Եվ այդ դժվար շրջաների ու գիտեք որոշ բաներ կա, որ իրոք մենք պետքա գիտելիք ստանանք, որ օրինակ ինչ 3 տարեկանում ինչ հորմոնային փոփոխություններ ալինում երեխայի մոտ, ինչու է կոչվում երեխայի 3 տարեկանյան ճգնաժամ։ Չէ՞ որ դա մենք բնազդային չգիտենք։ Այդ որոշ գիտելիքներ մենք ստանում ենք ինքնըստինքյան։ Ինչու է դեռահասությունը դժվար։ Ինչի այդ շրջանում ծնողը պետքա որոշ չափով փոխի իր մոտեցումը։ Ոչ թե մենք մնանք նույնը, ինչ որ երեխան 10 տարեկանում էր։ Երբ որ մենք ստանում ենք գիտելիք, երևի կանոնները մի տեսակ կարելի է փոխել գիտելիք անվանումով կամ բառով, մենք ավելի լավ ենք կարողանում հասկանալ մեր երեխային։ Գիտեք, համաժողովի վերնագիրն էլ արդեն մեզ փոխանցում է ճիշտ հասել, գիտակից ծնողավարում, այնպես որ պետք է գիտակցենք։ Մեր թեման շատ ծավալում է, շատ լայն է, մենք այնքան հարցեր ունենք կհանդիպենք ձեզ հետ, այո, պարզապես եթերաժամանակ հիմա թույլ չի տալիս։ Մյուս անգամ համաժողովի անպայման ձեզ էլի սպասելու ենք։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մենք էլ սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։